Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 5-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Ադրբեջանի նախագահի հայտարարությունից, ասեմ ինչու համար, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեզ խոստանում է խաղաղություն, խոստանում է Ադրբեջանի անունից եւ ասում է, որ մենք գնալու ենք խաղաղության օրակարգով ընտրության, ձայն տալով մեզ ձայն եք տալի խաղաղությանը, որը ապահովելու է Ալիևը։ Բայց ինչու է հիմա Ալիևը բացահայտումներ անում, պահանջներ ներկայացնում հիմա։ Կարող էր չէ՞ սպասել, ընտրությունը ավարտվեր, Նիկոլ Փաշինյանը ընտրվել, ինքը շատ գոհ է, որովհետև բոլոր պայմանավորվածությունները Փաշինյանով է, բացի դրանից էլ ինչ գիտի վաղը ինչ կարող է լինել, ով կարող է գալ եւ ոչ միայն նոր բան չանել, այլև հինն էլ վերադարձնել, պահանջներ աշխարհաքաղաքական իրադարձություններն էլ այնպեսի զարգանան, որ անբարենպաստ լինի Ադրբեջանի համար, բարենպաստ լինի այդ հաղթանակած ուժի համար, Ալիևը ինչի՞ պետք է ռիսկի դիմի։ Նա ասում է հիմա այս պահանջս ներկայացնում, եթե Փաշինյանը ժողովրդին շանտաժ է անում, խաղաղություն ես եմ բերում Ալիևի հետ, ուրեմն դե հիմա իմացեք, որ ձայն տալով Փաշինյանին, դուք այո եք ասում Ալիևի պահանջին, որտեղ վաղը չեք կարող կանգնել ասել մենք տեղյակ չէինք։ Ինչու են իրանք պարբերաբար ասում մենք Փաշինյանի հետ չենք թուղթ ստորագրում, մենք ուզում ենք հայ ժողովրդի հետ ստորագրենք, որ դա լինի անդառնալի։ Այսինքն եթե այսօր դու գնում ես ընտրության եւ վաղը կանգնում ասում ես, բայց ես չեմ իմացել, որ դի պահանջները կատարենք Ալիևի։ Ալիևն ասում է, ես հիմա հնչեցնում եմ, որ ձայն տալուց իմանաս, որ դու լավ էլ իմացել ես։ Պատահական չի, չէ՞ որ փախստականների վերադարձի հետ կապված 300,000 սկզբից ազգային ժողովի նախագահը, որը կառավարող ուժի վարչության անդամ է, կանգնում ասում է, որ այո, պետք է 300,000-ը վերադառնան, բայց ինչ պետք է անեն։ Բայց ինչա մերոնք ուրիշ տեղ չեն ապրում, այդ ուղղակի գցեցին ստուգելու համար։ Հենց տեսան, որ հասարակությունը շատ ուրիշ ձևի բուռն արձագանքեց, Փաշինյանն ասեց, չէ, դա հիմա պետք չի, դա որ անենք, լարվածություն կառաջացնի, ես ասել եմ, որ դա պետք չի։ Դա նման էր նույն բանին, որ ինքը կանգնեց ու ասել Սահմանադրության նախաբանը պետք է փոխենք, այլապես ցլերը մեր վրա կհարձակվեն, տեսան, որ ժողովուրդը ոնց ծաղրեցին, հեգնեցին եւ ըմբոստացան, ասեց լավ, չէ, դրա պատճառով չենք սահմանադրությունը փոխում, ուղղակի մեզ պետք է նոր սահմանադրություն, մեզ պետք է որ ժողովրդի հետ պայմանագիր կնքենք, այս անենք, այդ հեքիաթները հիշում եք, այսինքն փոխեց ձևակերպումը, բայց նպատակը մնաց նույնը։ Հիմա էլ սա է, ես հիմա կարդամ, թե Ալիևը ինչ պահանջ է ներկայացում, դուք հասկանաք, թե ինչի է ուզում ինքը հիմա հնչեցնի դա, որ դուք իմանաք ում եք ձայն տալ, այսինքն ցանկացած ձայն տված Փաշինյանին, դուք տալիս եք Ալիևի պահանջին, այդ ինչ կա չհասկանալու։ Հիմա կարդանք, թե ինքը ինչա պահանջում, ու ինչի է նաև հիմա պահանջում, երբ որ խաղաղությունն է Փաշինյանը մեզ խոստացել Ալիևի անունից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է արևմտյան Ադրբեջանի համայնքի զուսպ եւ կառուցողական մոտեցումը, որը ներառում է տեղահանություններից եւ կոտորածներից անմիջականորեն տուժած մարդկանց հաշտեցման եւ երկխոսության նկատմամբ նրա թափանցիկությունը, միջազգային իրավունքին համապատասխան գործունեության կազմակերպումը եւ պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ նրա հարգանքն արժանի են բարձր գովասանքի։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կայացած հանդիպումը համատեղ հռչակագրի ստորագրումը եւ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս են եւ վստահություն են ներշնչում երկու ժողովուրդների ապագա համակեցության նկատմամբ, ասել է Ալիևը։ Այսինքն եթե խաղաղենք, ապագա համակեցության կանոններով պետք է ապրենք։ Հիմա ինքը պարզաբանում է, թե այդ ինչ է այդ ապագա համակեցության կանոնները։ Իլհամ Ալիևի Բաքվում անցկացված մշակութային ժառանգությունը եւ վերադարձի իրավունքը, իրանց վերադարձի իրավունքը միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում նշվում է։ Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում,
Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայում եւ այլ կարևոր միջազգային փաստաթղթերում ամրագրված վերադարձի իրավունքի շրջանակներում։ Ալիևը կարևորել է նաև միջազգային հանրության, այդ թվում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների մասնակցությամբ մշակութային ժառանգության վերականգնման և պաշտպանության գործընթացի մեկնարկը։ Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար իրավունքներից մեկն է։ Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ, ոչ միայն, չի ասում ոչ թե ֆիզիկական, ոչ միայն ֆիզիկական վերադարձ, հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում։ Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, անհրաժեշտ է հարգանքի համար։ Հասկացանք, ժողովուրդ ջան, թե ինչի համար եք քվեարկելու, ու չասեք դուք դրա մասին չգիտեիք։ Դուք դրա մասին շատ լավ գիտեիք։ Եթե 3 անգամ Փաշինյանն ասում է, որ այո, մենք խաղաղություն ենք բերել առաջիկա 1000 տարին, այդ խաղաղությունը բերել է Ալիևի հետ։ Եթե հիմա Ալիևն ասում է մենք պետք է վերադառնանք, ինքը ասում է չէ, Ալիևը ենթադրենք ստախոսա ճիշտ չի ասում, ասում ենք բայց եթե Ալիևը ստախոսա ոնց է Ալիևի անունից 1000 տարվա երաշխիք տալիս։ Այդ չի կարա ասի։ Իսկ եթե ասում է փաստի առաջ է կանգնում։ Ում անունից ես Ալիևն չի ասում խաղաղություն չեն բերում, ասում է խաղաղությունը նշանակում է 300,000 ադրբեջանցու վերադարձ։ Խաղաղությունը դա է, տանկերով չենք գալու, մեքենաներով ենք գալու, դա նախորդ անգամ էր, չի ասում։ Հիմա այսօր կոնկրետ Ժորժ ջան, ընտրությունը մերն է, ընտրությունը ձերն է։ Այս կարգի իշխանության աջակցել նշանակում է Ադրբեջանի առաջ դռները բացել, պարտադրված բացել, նրանց հուշարձաններ վերականգնել, չգիտես ինչեր անել, տներ տալ, փոխհատուցում տալ։ Եվ այդ բոլորն ասում են միջազգային իրավունքով, այսինքն խաղաղության պայմանագիրը ոչինչով չի խաթարվում։ Խաղաղության պայմանագիրը կնքում են տարածքային ամբողջականություն, սահմանները բացել, դիվանագիտական հարաբերություններ, դա ինչ կապ ունի միջազգային իրավունքի հետ, եթե Ալիևն ասում է միջազգային իրավունքով մենք պետք է վերադառնանք։ Վերջ։ Էնպես որ հիմա տեսեք, ինչքան ուզում է Փաշինյանը լղոզի, թե ուշադրություն մի դարձրեք Ալիևն, ինչ է ասում։ Պարզապես ինքը ուզում ասի Ալիև դե օգնի ընտրվեմ, նոր ինչ խոստացել եմ կանեմ, էլի։ Ասում է չէ, բա որ հանկարծ դու խոստանաս, հետո հենց ուզենաս անել ժողովուրդը փողոց լցվի, ձերոնցից շատ չկա։ Բա որ փողոց լցվեց, ինչ ենք անելու։ Ընտրություն հերնել անեցի պայմանավորվածություններին են։ Ինչ արտահերթ գործընթաց չի լինում, բա արտահերթ որ չի լինում, Փաշինյանը ոնց է իշխանության եկել։ Այսինքն այդ վտանգը ինքը լավ հասկանալով ասում է ոչ, ինձ ձեռք չի տալի։ Հայ ժողովուրդ, դու իմացի, որ դու ընտրում ես Հայաստանի ղեկավար Ալիևին, ինչ կա չհասկանալու։ Ընտրի, որ ես իմանամ, վստահ եմ այդ ընտրությանը։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչ է կատարվում ու տեսեք դրա համար այս ամեն ինչը որ կատարում է մերոնք ինչ օրակարգի մեջ են, չէ՞։ Խաղեր տան, աշխարհակաղակական խաղեր, Շանհայ են գնում, Եվրոպա են գնում, երբեք այսքան մոտ չենք եղել Եվրոպային, բայց անպայման պետք է գնանք Շանհայ, հետո սենց, այդ բոլորը գիտենք։ Երկրի ներսում էլ ինչ կռիվներ, օրակարգը լցնեն, այս իշխանություն, նախկիններ, իշխանություն, եկեղեցի, մի խոսքով, այդ ամեն ինչը գիտենք, որովհետև այս հարցերի պատասխանը չեն կարողանալու տան։ Իսկ ժողովրդին պետք է, չէ՞, այդ հարցերի պատասխանը իմանա, ում ընտրում եւ ինչի համար։ Իսկ հիմա տեսնենք աշխարհում ինչ է կատարվում։ Մանավանդ որ շատ բաներ վերաբերում են Ռուսաստանին, որը հիմա ներքաշված է այդքան խնդրի մեջ, այն Ռուսաստանին, որը Նիկոլ Փաշինյանի ասելով մեր եղբայրն են, էլի։ Նյու Դելիում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համատեղ հայտարարություն են ընդունել, որում ուրվագծել են երկրների համագործակցության առաջնահերթությունները։ Ստորագրվել է միջկառավարական, միջգերատեսչական եւ կորպորատիվ համաձայնագրի մեծ փաթեթ։ Դրանցից շատերը նպատակաուղղված են Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հանձնառու է շարունակել ապահովել Հնդկաստանի արագ զարգացող տնտեսության համար վառելիքի անխափան մատակարարումը։ Կարելի է կարծել մտամ հանձնառու, կարելի չես խնդրում, որ ստանան, էլի, մտամ այդ այնքան էլ վաճառքի տեղ ունես, Հնդկաստանին էլ ուղղակի պայմանագրային պարտավորություն է։ Հնդկաստանի վարչապետը նշել է, որ երկրների հարաբերությունները դիմացել են ժամանակի փորձությանը եւ հիմնված են փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Ռուսաստանը եւ Հնդկաստանը համաձայնել են մինչեւ 2030 թվականը տնտեսական համագործակցության ծրագիր մշակել։ Վերջին 25 տարիների ընթացքում նախագահ Պուտինը բազմիցս զարգացրել է այս հարաբերություններն իր հմուտ ղեկավարությամբ եւ տեսլականով։ Հենց նրա ղեկավարությունն է, որ թույլ է տվել մեր հարաբերություններն ամրապնդել եւ հասնել նոր բարձունքների, հայտարարել են Նարենդրա Մոդին։ Հիմա տեսնենք ինչն է հարցը։ Մոդին համաձայնվել էր նավթ չգնել Ռուսաստանից, որովհետեւ չէր ցանկանում խնդրեմ ստեղծի Ամերիկայի հետ, բայց երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կանգնում է Հնդկաստանին ասում է, որ դու պետք է առևտուր չանես Ռուսաստանի հետ, բայց հետո ինքը կանգնում ասում է շուտ անենք Ուկրաինային ճնշենք, որ Ռուսաստանի հետ բիզնես անենք, գործարք կնքենք, այդ դեպքում ինչ երեսով պետք է Տրամպը Մոդիից նեղանա։ Եթե դու ցանկանում ես Ռուսաստանին մեկուսացնես, բայց ցանկանում ես նրա հետ գործարքի գնաս, դու ոչ կարաս Չինաստանին մեղադրես, ոչ էլ Հնդկաստանին։ Սա հենց Տրամպի թուլության արդյունքն է։ Հենց դու ագրեսորին ագրեսոր չես համարում, ինչից ելնելով դու պետք է արգելես, որ Հնդկաստանը Ռուսաստանի հետ աշխատի։ Որ ինչ։ Դու այսօր կաս եկուտ չկաս Պուտինը 1000 տարի նախագահ։ Եթե դու Պուտինին փրկեցիր, նա մինչև մահ նախագահ է ալնելու։ Հետո ինչքան ուզում է երկիրը փուլ գա, թող փուլ գա, ինքն է փլատակի տակ մնա, գոնե աթոռի վրա նստած կմեռնի։ Այնչի չգիտի Տրամպը ինչ է անում։ Ու չես կարա դու Հնդկաստանին մեղադրես։ Պետք է մեղադրես, ասես դու ինչ ես Ռուսաստանի հետ աշխատում, բայց դու խնդրում ես, որ Ռուսաստանի հետ բիզնես անես։ Ինձանից ինչ ես նեղանում։ Հերթական անգամ սա Տրամպին սթափության կոչ է։ Ընկեր ջան, կողմնորոշվի, իմացի ինչ ես անում։ Ռուսաստանի միջև պարտության չմատնես, Ամերիկայի հեղինակությունը չես վերականգնի, ու չես կարա դու Ռուսաստանին մեկուսացնես, չես կարա Չինաստանին կամ Հնդկաստանին սպառնաս մեկուսացնես, ամեն մեկը երկուսների այդ գումարած համարը 3 միլիարդ են, ոնց ես նրանց վրա ճնշելու, հաստատ ոչ սանկցիաներով, իսկ Ռուսաստանը, եթե մենք օբյեկտիվ ուզում ենք իմանանք, ինչ է ուզում Հնդկաստանից, ամեն ինչ, ասում է ինչ ուզեք վաճառեմ, ինչ կարաք տվեկից, սկսած հնդիկից, որպես աշխատող, ես մի քանի անգամ այդ մասին ասել եմ, խնդրում են, ասում են հնդիկ աշխատող տվեք, եկեք համ այս կանանց յոլատանի, համ ռուսական տնտեսությունը, չգիտեք ինչ է անում Պուտինը, Պուտինն ասում է, բացել եմ դռները, լուսամուտները, տանիքը Չինաստանի առաջ, բայց չի հերիքում, Ռուսաստանի տարածքը մեծ է, ինձ պետք է դիվերսիֆիկացնել Ռուսաստանի վաճառքը, մենակ Չինաստանի վրա վաճառելով Ռուսաստանը չի պահվում, Հնդկաստան արի մնացածն էլ են կողմից է դու վերցրու, մարդկանցով մտի, աշխատուժով մտի, ապրանքով մտի, տեխնոլոգիայով մտի, ինչ ուզում ես արա, արի Ռուսաստանը վերցրու, այ մարդիշ կա չհասկանալու, գործնականում խնդրում է ամեն ինչ, սնունդից սկսած, շորից սկսած, ամեն ինչա խնդրում Հնդկաստանից Պուտինը, եթե դուք այդ խնդրանքը նայեք, կամաչեք ուղղակի։ Էսա, որովհետև ինքը պայքարում է Դոնբասը վերցնելու համար։ Այդ է հիմա ինքը ուզում Հնդկաստանից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, մենք ձգտում ենք համաշխարհային խաղաղության, մենք կարգավորում ենք պատերազմներն այնպիսի մակարդակներով, որոնք ոչ ոք երբեք չի տեսել, դրանցից 8-ը կա, մենք կավարտենք եւս մեկը, դա ռուս-ուկրաինական պատերազմն է, եթե դա հնարավոր է, եւ ես կարծում եմ, որ մենք ի վերջո կհասնենք դրան, սրան պետք է ի վերջ դրվի, մենք շատ ենք աշխատում դրա վրա, ասել է ԱՄՆ նախագահը, երևի տենց օր չկա, որ ինքը 8 անգամ չասի, որ 8 պատերազմ կանխել է, 8 պատերազմից եթե հաթաթնայինք, ոչ մեկը իր միջնորդությամբ չի կանխվել, մարդիկ ուղղակի հասկացել են պատերազմն անիմաստ է, ու այդ պատերազմը
դադարել է, այդ ընթացքում ուղղակի ինքը երկու հատ հեռախոսազանգ արել ու այդ ամեն ինչը վերագրում է իրան, հենց որ պատերազմը նորից սկսում են, արդեն վերջ, ինքը այդտեղ չկա, էլ արդեն վերջ, ինքը դե խաղաղացրել է, ժողովուրդ ջան, հո չի ինքնելու այն հայտնի արտահայտությունն է, չէ, Հայաստանի, ասում է, եկե տերտերը, որ ասում է, ես կնքողն եմ, ապրասնողն էլ չեմ, տերտերը կնքում աղորդնում աչքի դեսին երկար կյանք, փողերն առնում է, հետո երեխուն մի բան ալում, ասում է, դե ես կնքողն եմ, ապրասնողը չեմ, հիմա Տրամպի խաղաղությունն է, էլի, կնքողն է, ապրասնողը չի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ Ռուանդայի եւ Կոնգոյի դեմոկրատական հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը պատմական պահ է։ Մենք ժամանել ենք Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտ ստորագրելու պատմական համաձայնագիր, որը վերջ կդնի աշխարհի ամենաերկար հակամարտություններից մեկին, որը խլել է ավելի քան 10 միլիոն մարդու կյանք, ասել է Տրամփը։ Կոնգոյի դեմոկրատական հանրապետության եւ Ռուանդայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ գնաց մինչև պաշտոնավարման ավարտը Կոնգոնու բանն էլ կասի, Ռուանդան էլ կասի, որ ինքը խաղաղություն է բերել։ Դե մի ներվեր պետք է ունենանք, որ դիմանանք։ Իսկ ինչա կատարում Եվրոպայը։ Վիճակը, մենք իհարկե Պուտինի հայտարարությունների նորից կանրադառնանք։ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկի Ռուսաստան ՆԱՏՕ խորհուրդը վերացվել է։ Միակ պաշտպանական որոշումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունն էր, այն մասին, որ Ռուսաստան ՆԱՏՕ խորհուրդը այլևս գոյություն չունի, ասել է Սիկորսկին, նշելով, որ այն, ինչին ձգտում էր Լեհաստանի կառավարությունը, այժմ դարձել է փաստ։ Լեհաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով Ռուսաստան ՆԱՏՕ խորհուրդը մի հաստատություն էր, որը ստեղծվել էր այն ժամանակ, երբ թվում էր, թե այսպես կոչված եվրոպական անվտանգությունը կարող է կառուցվել Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Այժմ ստեղծվում է Ռուսաստանի դեմ։ Իհարկե, եթե Ռադոսլավ Սիկորսկին մի քիչ հիշողությանը զարկ տա, կիմանա, որ ՆԱՏՕ-ն ի սկզբանե ստեղծվել է Ռուսաստանի դեմ, այսինքն այն ժամանակվա խորհրդային միության դեմ, հատուկ ստեղծվել է Եվրոպայի անվտանգության համար, որովհետև խորհրդային միությունը մտածում էին, որ հենց միջուկային զենքը փորձարկեց միջուկային շանտաժի քաղաքականության անցնելու եւ անցնելու ընդլայնման քաղաքականությանը շանտաժով, այսինքն հենց դրա համար ստեղծված է ՆԱՏՕ-ն ընդդեմ խորհրդային միության, հիմա էլ ՆԱՏՕ-ն ընդդեմ Ռուսաստանի։ Այսինքն եթե միամտաբար կարծել եք, որ Ռուսաստանը խորհրդային միությունից շեղվել է եւ այլ զարգացում է ստացել, իսկ այս համագործակցությունը ՆԱՏՕ-Ռուսաստան դեռ սկսվել է 2002 թվականից։ Այսինքն դա հենց Պուտինի պաշտոնավարման առաջի փուլում էր։ Դա վստահություն էր Պուտինի նկատմամբ, որ այո, դու եկել ես, թարմություն ես բերել, մենք քեզ վստահում ենք, եկեք իրար հետ համագործակցենք ու նորմալ աշխատենք։ Եվ պատահական չի, որ Պուտինը համարում էր, որ իրանց արտաքին քաղաքական առաջնահերթությունը Եվրամիությունն է, Միացյալ Նահանգներն է, նրա հայտարարությունները այդ ուղղությամբ էին գնում։ Այդ հետո, երբ որ ինքը բռնապետական երկիր սարքելով տեսա, որ այլևս չի կարողանում պահի, հասկացա, որ իր ապագան արևելքն է, ինքը արևմուտքում բան չունի անելու։ Մի քանի տերորիստական ակտեր տեղի ունեցա, որ շատերն ասում են, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները հենց արեցին երկրի ներսում, մենակ նրա համար ու առանթատ այդ առիթով իշխանությունը կենտրոնացնեն Մոսկվայում, տեղերից վերցնեն իրավունքները, գուբերնատորների, նահանգապետերի ընտրությունը վերացնեն եւ այլ շատ մանրամասը բաներ կար, հենց Պուտինը կանգնեց դեռ այն ժամանակ ասել, դեռ 20 տարի առաջ, որ եթե մենք այս խստացումները չանենք, Ռուսաստանը կքանդվի։ Ինչի է նա 20 տարի առաջ կարծում, որ Ռուսաստանը քանդվելու առաջ է կանգնած։ Իսկ Ռուսաստանը քանդվելուց փրկելու ձևը իշխանությունը կենտրոնացնելն է։ Տեսանք, թե իշխանությունը կենտրոնացնելով ոնց երկրի հերն անիծեցիր, հիմա ստիպված պատերազմով է երկիրը պահում։ Իհարկե էլի դրան կանրադառնանք, բայց ուղղակի ես ասացի, որ իմանանք հիմա ինչա սրան արձագանքում ՆԱՏՕ-ի այդ վերաբերմունքին Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ ՆԱՏՕ-ի հետ համատեղ խորհրդի մասին խոսք անգամ լինել չի կարող, ՆԱՏՕ-ն մեր թշնամին է։ Ինչ խորհրդի մասին է խոսքը։ Թշնամիների հետ գործ ունենալու միայն մեկ եղանակ կա, ինչպես ասել է Գորկին, եթե թշնամին չի հանձնվում, նրա ոչնչացնում են, նշել է Մեդվեդևը։ Ինքը ցանկանում է ՆԱՏՕ-ին ոչնչացնել։ ՆԱՏՕ-ի թիվ 1 դերակատարը Միացյալ Նահանգներն է։ Իսկ Տրամպը որոշել է Ռուսաստանի հետ գործարք կնքի։
Քեզ թշնամի են համարում, ուզում են քեզ ոչնչացնեն։ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահ հայտարարել է. ամերիկյան մի շարք ընկերություններ ցանկանում են վերադառնալ ռուսական շուկա։ Ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները սպասում են, մինչև բոլոր խնդիրները լուծվեն, որից հետո պատրաստ են վերսկսելու գործունեությունը Ռուսաստանում։ Ինձ հետաքրքիր է, ամերիկյան բիզնեսմենները զանգում են Պուտինին, ասում են Վլադիմիր Վլադիմիրովիչ, խնդրում ենք էլի մեզ հետ ընդունի, ինքը ասում է դե չեմ կարա, ձերոնք արգելել են, էսա Տրամպի հետ տենանք ինչ ենք, որտեղից է Պուտինին այդ ինֆորմացիան, որ ամերիկյան ընկերությունները դեռ եթե իշխանությունը որոշում չի կայացրել Ռուսաստանի հետ աշխատելու, իրանք ցանկանում են վերադառնալ Ռուսաստան, ում մոտ են նրանք այդ ցանկությունը հայտնել։ Հա, Տրամպի բանագնացն է գնացել ասել, հենց որ խաղաղություն լինի, ամերիկյան ընկերություններից այդ լցնելու ենք Ռուսաստան։ Բա որտեղից իրան այդ ինֆորմացիան։ Այդ ինֆորմացիան դա այն ինֆորմացիան չի, որ որևէ բիզնեսմեն հրապարակային ասի, այո, մենք ցանկանում ենք վերադառնալ Ռուսաստան, ուղղակի այս Տրամպը խաղաղության չի տանում մեզ, որպեսզի դռները բացի մենք գանք։ Որևէ բիզնեսմեն այդպես քաղաքական հայտարարություններ չի անի իր ցանկությունների մասին։ Իսկ որևէ մեկի միջնորդությամբ Պուտինին ականջին ուղարկի, որ մենք ուզում ենք վերադառնանք, ինչ է տալու իրան, եթե խաղաղություն չկա եւ դռները բացված չեն։ Դա նշանակում է, դա Պուտինը հանրայնացնում է Տրամպի ուղարկած մարդկանց, մանավանդ փեսու միջոցով բիզնեսմեն, այն ասածը, որ իմացի թե ոնց են ցանկանում մտնել ռուսական շուկա։ Հենց փաստաթուղթը ստորագրում ենք, տեսեք ինչա ալնելու։ Մտնելու են եւ Ռուսաստանը ծաղկեցնելու են։ Այնպես Գրենլանդիայի ներխոստանում, որ ծաղկեցնելու է Գրենլանդիան։ Միլիարդներ եմ դնելու, սարքելու եմ 56,000 մարդ, ասեց հաջողություն, հա։ Ամերիկայի քաղաքացի էլ չեմ ուզում դառնամ, հաջողություն։ Թողեք հանգիստ մեզ համար ապրենք։ Այդ միլիարդների վրա ոչ մեկը չխաբվեց։ Պուտինը կարա։ Նա հո գրենլանդացի էսկիմոս չի։ Նրանք լուրջ իրանց հարգող մարդիկ են։ Վլադիմիր Պուտին Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել պատերազմը, որն արևմուտքը սանձազերծել է Ուկրաինայի ձեռքով։ Հատուկ գործողությունը պատերազմի սկիզբը չէ, այլ այն վերջ տալու փորձ, ավելացրել է Պուտինը։ Այսինքն ինքը հիմա իրան իրավունք է վերապահում, ասի արևմուտքն է սանձազերծել պատերազմը Ուկրաինայի միջոցով իրանց դեմ։ Սա արևմուտքին մեղադրանք է ներկայացնում ագրեսորը, օկուպանտը, ինչի է ինքը դա կարողանում տենց հանգիստ ասի ու մարսի, որովհետև Տրամպը չի ասում, որ դու ագրեսոր ես։ Տրամպն ասում է ամեն ինչ պիտի անենք Ռուսաստանի հետ գործընկեր լինենք։ Խաղաղություն բերենք Եվրոպային, որ Ռուսաստանի հետ բիզնես անենք։ Տրամպը չի ուզում Ռուսաստանի հետ բիզնես անի օկուպանտին տապալելուց հետո, նա ուզում է Պուտինի հետ անի։ Որտեղ Ռուսաստանի հետ բիզնեսը Ամերիկան է անելու, Պուտինի հետ բիզնեսը Տրամպն է անելու, երբ որ նախագահ չլինի, Տրամպի ընտանիքն է անելու, երբ որ ինքը նախագահ չլինի, ինքը վաղվա հարցն է լուծում։ Իր բիզնեսի հարցն է լուծում, իր ընտանեկան բիզնեսի հարցն է լուծում։ Ամերիկայի համար Ռուսաստանը Պուտինը չի։ Ամերիկան կցանկանա, որ Պուտինից հետո մեկը գա, ագրեսոր չլինի, ձեռքերը արյունոտ չլինի, նրա հետ աշխատի։ Նույնիսկ եթե դա կլինի Պուտինի թիմից, որը կօգնի Պուտինին տապալել, Ամերիկային ձեռք կտա, դա իր խնդիրը չի։ Վլադիմիր Պուտին ԽՍՀՄ փլուզման համար ես մեղավորներ ավել կամ պակաս մեղավորների չէի փնտրի։ Ընդհանուր առմամբ համակարգն անկենսունակ էր։ Մենք պետք է ընդունենք դա եւ խորհենք դրա շուրջ։ Շատ լավ։ Պուտինը նախ վերջերս ասում էր, կարող է ինքը լավ չի հիշում ինչեր ասել, որ մենք խորհրդային միությունը փլուզեցինք, որպեսզի ժեստ անենք արևմուտքին, որ տեսեք մենք բռնի կերպով հանրապետություններին չենք պահում, բայց իրանք մեր ժեստը չգնահատեցին եւ մեզ հետ չհամագործակցեցին։ Փաստորեն մենք անտեղի տեղը դրեցինք, փլեցինք։ Ափսոս էր խորհրդային միությունը։ Այդ ուղղակի ինքը չի հիշում, բայց դե մենք հո հիշում ենք։ Բայց հարցը դա չի։ Ինքը գտնում է, որ այդ պետությունը կենսունակ չէր։ Շատ լավ։ Այդ պետությունը կենսունակ չէր ու փլուզվել է, այդ կայսրությունը փլուզվել է։ Բա ոնց են Պուտինա մեռները Հայաստանում ասում են, բասա Ռուսաստանի տարածքն է։ Բա իրակազում չէր։ Ոնց իրակազում էր։ Ինքը չի փլել։
Ինքը ասում է ինչ որ ես կայսրություն ստեղծել էի բռնի ուժով, այդ կայսրությունը կենսունակ չէր, փլվել է։ Ոնց որ մակեդոնացիները գան ասեն Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ ստե կայսրություն կար, ժողովուրդ ջան, մեր հողերը հետ տվեք։ Գտնվեն մի երկուսն էլ կանգնեն ասեն, հա բա ճիշտ է ասում։ Բա Մակեդոնացու կայսրությունը չէր, բա իրանցն է, բա ումն է։ Այս կաշճանի հոգեկան հիվանդներ ունենք Հայաստանում, որոնք գտնում են, որ Ռուսաստանի արդարացի իրավունքն է, Հայաստանը իր կազմում է ժամանակին եղել։ Այս ժամանակին քո կազմում էր պահեիր։ Մենք ենք մեղավոր, որ դու չես կարողացել պետությունը պահես ու փլվել, հա։ Մենք ենք մեղավոր, որ դու ես նախաձեռնել պետությունը փլել։ Մենք ենք մեղավոր, որ խոստովանում ես, որ այդ պետությունը կենսոնակ չէր եւ դա պետք է փլվեր, բա դրա Հայաստանի մեղքը ո՞րն է, ժողովուրդ ջան։ Այս ուղղակի լսեք Պուտինից, որ գոնե հասկանաք, ժողովուրդ, ինչ է կատարվում։ Մեկ է տեսեք, ինչ է ասում։ Մենք որևէ անսովոր կամ անսպասելի երկնքից ընկած ոչ մի բան չենք խնդրում։ Պարզապես պնդում ենք կատարել մեզ արդեն տրված խոստումները։ Դրանք 3 չեն հորինվել, դրանք տրվել են Ռուսաստանին դեռևս 90-ականներին։ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք, դրա մասին հրապարակայնորեն հայտարարվել է, ընդգծել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ ժամանակվանից ի վեր դաշինքի ընդլայնման մի քանի ալիքներ են տեղի ունեցել, որոնց գագաթնակետն է դարձել Ուկրաինայի ՆԱՏՕ-ի կազմ ներգրավելը։ Դա մեզ ընդհանրապես ձեռք չի տալիս եւ լուրջ սպառնալիք է Ռուսաստանի համար։ Եվ վերջապես, երբ Ուկրաինան անկախություն ձեռք բերեց, քչերն են հիշում, թե որն էր այն վավերացվող առաջին փաստաթուղթը։ Դա Ուկրաինայի պետական ինքնիշխանության եւ անկախության մասին հռչակագիրն էր։ Այն կազմում է ուկրաինական ինքնիշխանության եւ ժամանակակից պետականության հիմքը եւ այնտեղ հստակորեն նշվում է Ուկրաինան չեզոք պետություն է, եզրափակել է Պուտինը։ Հիմա մենք հասկանանք, թե ինքը ինչ է ասում։ Ուկրաինան ասում է, որ իր անկախության հռչակագրով հայտարարել է չեզոք պետություն, Ուկրաինան է շեղվել իր պետությունը ստեղծելու գաղափարից։ Այսինքն ինքը արդարացիորեն մտել է Ուկրաինա, որովհետև Ուկրաինան ձգտել է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, երբ որ իր պետությունը ստեղծելու հիմքում եղել է չեզոքությունը։ Հիմա ես բացատրեմ, որովհետև այս մարդը պատմությունից բացարձակ ոչինչ չի հասկանում։ Ինքը եթե ժամանակին KGB-ական է եղել, իրան թվացել է մարդկանց կարա ֆռացնի, էդ էլ իր մոտ չի ստացվում։ Լավ կլինի, որ ինքը բաժանորդագրվի Էդվարդ Տանտինյանի YouTube-յան ալիքին եւ մանրամասը իմանա, որ տենց անտաղանդ բաներ ուրիշտեղ չխոսա։ Կարող է իր լսարանը լսում է, ինչ որ բան իրանց թվում է, թե Պուտինն է ասել ճիշտ է ասում, բայց իր լսարանի մարդիկ կան, որ մեզ էլ են լսում, չէ։ Ես չգիտեմ, Ռուսաստանում ասում են ինտերնետը արգելել են, բայց այս ընթացքում ինձ համար շատ տարօրինակ ձևով Ռուսաստանից մեր հայրենակիցները սկսել են մեր այս հաղորդումներն ավելի շատ նայել, թե YouTube-ը տոկոսները ցույց է տալի, չեմ կարող ասել ինչ ձևով, բայց այդ տարբերությունը ես նկատում եմ։ Ուրեմն այդ մարդկանց հետաքրում է, չէ՞, ինչ որ մենք խոսում ենք։ Նախ, այն որ Ռուսաստանը միշտ ասել են, որ Ռուսաստանը դա նույն խորհրդային միությունն է ուրիշ անունով, իսկ խորհրդային միությունն է ցարական Ռուսաստանն է ուրիշ անունով։ Այսինքն սա հենց Ռուսաստանի տարածքն է։ Անունն է եղել խորհրդային միություն, հոպետությունը չի փոխվել։ Այդպես նաև ասում են մեր մոտի մարդիկ։ Այդ դեպքում հարց, հիմա Ուկրաինայի անկախությունից էլ խոսում ենք, Ռուսաստանի անկախությունից էլ խոսենք։ Մենք երբ ենք անկախություն հռչակել։ Մենք անկախություն հռչակել ենք 90 թվականի օգոստոսի 23-ին։ Բա Ռուսաստանի սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետությունը ՌՍՖՍՀ-ն անկախության իր պետական ինքնիշխանությունը երբ է հռչակել։ 1990 թվականի հունիսի 12-ին, վա ինչ անհարմար բան ստացվեց, մեզանից էլ շուտ։ Բա որ Ռուսաստանն ու խորհրդային միությունը դա նույն պետություններ անուններ ուրիշ։ Ռուսաստանի սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետությունը ումից էր անկախանում։ Իր սուվերենիտետը, իր ինքնիշխանությունը ումից էր անկախանում ինքը։ Եթե դա նույն պետությունն էր։ Անկախ ՌՍՖՍՌ-ը
բաներ անում, անկախանում էր նույնականացված անկախ ԽՍՀՄ-ից, ժողովուրդ ջան։ Իրանց հենց թվում է մենակ իրանք ասին ու վերջացավ, ոչ մեկը դրան ուշադրություն չի դարձնել։ Դուք մեր անկախությունից առաջ եք ասել, մենք հիմա խորհրդային միությունից տարանջատվում ենք եւ ֆունկցիոնալ առումով դնում ենք բաժանումներն ենք անում, թե ինչ իրավունքներ ունի հանրապետությունը Ռուսաստանի եւ ինչ իրավունքներ խորհրդային միությունը, անկախության հիմքերն ենք դնում պետական ինքնիշխանությամբ։ Մոռացաք դա։ Իսկ հիմա անցնենք Ուկրաինայի թեմային, չմոռանանք, թե ինչի վրա է ինքը ուշադրություն դարձնում։ Ասում բանը ինքնիշխանությունը պետական, երբ որ Ուկրաինան հռչակել է չեզոք պետություն, ինչի է ինքը շեղվ է։ Նախ երկիրը կարող է իրան հռչակի չեզոք, հետո ժամանակի ընթացքում տեսնի աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ինքը փոխի իր վերաբերմունքը մեկ ուրիշ ակտով, ինչ մի զարմանալի բան կա, եթե 90 թվին մի բան որոշել ես, ուրեմն վերջ 1000 տարի տես պիտի գնա, բայց եթե ՆԱՏՕ ստեղծվելուց առաջ ուրիշ տեղ էին, հետո ՆԱՏՕ-ն ստեղծվեց ուրիշ տեղ մտան, ասել բա մինչև այդ ուրիշ տեղ եք ինչի մտաք, բա դուք չէիք հայտարարել, որ չեզոք էիք։ Ֆինլանդիան էլ էր հայտարարել, որ չեզոք է, Շվեդիան էլ։ Ռուսաստան խորհրդային միությանը փաստաթուղթ էին ստորագրել։ 45 թվից հետո, 47-48 թվին մի քանի փաստաթուղթ են ստորագրել իրանց չեզոքության եւ համագործակցության համար։ Այս տիպեցիր մտար Ուկրաինա, իրանք է դառան ՆԱՏՕ-ի անդամ։ Հիմա ինչ չես բա պրետենզիա ներկայացնում նույն Ֆինլանդիային, նույն Շվեդիային եւ հանես ցույց տասեն փաստաթուղթը, որ դուք չեզոքության փաստաթուղթ եք կնքել նաեւ ԽՍՀՄ-ի հետ։ Ոնց կարաս ասես դու ես խաղի կանոնները խախտել։ Հիմա նորից վերադառնանք Ուկրաինային։ Ուկրաինայի երբ է իր պետական ինքնիշխանությունը հայտարարել 1990 թվականի հուլիսի 16-ին մի ամիս մի քանի օր հետո Ռուսաստանից այո այնտեղ գրել է չեզոքության մասին բայց ինչ էիք ուզում գրել խորհրդային միությունը գոյություն ուներ Պուտինը տեղյակ չի որ խորհրդային միությունը գոյություն ուներ 90 թվին բայց 90 թվին խորհրդային միությունը Վարշավայի պակտի անդամ չէր Այ անտաղանդ կագեբեշնիկ, բա դու այդքանը չգիտես։ Վարշավայի պակտը լուծարվել է 91 թվականի հուլիսի 1-ին։ Ուկրաինան ոնց պետք է բլոկի անդամ լիներ 90 թվականի հուլիսի 16-ին։ Որ բլոկի անդամ պետք է լիներ ՆԱՏՕ-ի խորհրդային միության կազմում։ Թե Վարշավայի պակտի, որի կազմում խորհրդային միությունն էր։ Պետք է հայտարարել ինքնիշխան պետություն, որը առանձին մտնում է Վարշավայի պակտի մեջ։ Թե մտնում է ՆԱՏՕ-ի մեջ լինելով խորհրդային միության կազմում։ Այս աշճանի անգրագետ կարելի է լինել։ Լավ ժողովուրդ ջան, հասկացել ենք, որ եթե անգրագետ չլես, այդքան չես բարձանա։ Միտեղ քեզ կկանգնացնեն։ Հասկացել ենք դա։ Բայց այս բոյի 25 տարի նախագահ աշխատես այս բոյի անգրագետ, չմտածես, որ մեկը կասի ինգեր ջան, բայց 90 թվականին Ուկրաինան ոնց պետք է չեզոք չլներ։ Ինչ պետք է հայտարարեր։ Լավ, սա էլ շարունակենք։ Էդ էլ այդքանը չի։ Ուկրաինայի հետ կապված ասում, իսկ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար երբ ադիմ է, հա, 2014 թվականին, դեկտեմբերին, իսկ ինչից հետո ադիմ է, որ 2014 թվականի փետրվար-մարտ ամիսներին, մինչև մարտի 26, Ղրիմը օկուպացրեցիք, սուտի հանրաքվե արեցիք, վերցրեցիք։ Այդ տարվա մեջ վերցրեցին Պետրո Պորոշենկոն այն ժամանակվա նախագահ այդ վաղտե Զելենսկին չէր նամակ ուղարկեց Գերագույն Ռադային եւ ասեց ժողովուրդ ջան մեզ այլևս չեզոքությունը անվտանգություն չի ապահովում բերեք մենք տեխնազուի կարգավիճակ ստանանք ՆԱՏՕ-ից եւ դիմեցին մինչեւ այդ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն հանուն խաղաղության ծրագրեր թե Ուկրաինայի հետ ա եղել, թե Հայաստանի հետ ա եղել, թե Վրաստանի, թե Ադրբեջանի գործընկերություն հանուն խաղաղության հետ ինչ մի նորություն է։ Ինչի Հայաստանի հետ չի եղել ու չկա։ Դա անդամակցության հայտ է։ Ինչի Հայաստանն անդամակցության հայտ է ներկայացրել։ Այդ նույն գործընկերությունը ոնց որ Ուկրաինան է ունեցել Հայաստանը։ 14 թվականին այո նրան տեխնազուի կարգավիճակ են տվել։ 22 թվականին Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակման ժամանակ Արդեն Ուկրաինան պաշտոնապես Զելենսկին դիմեց, որ ցանկանում ենք անդամագրվել, որովհետև առանց ՆԱՏՕ-ի մենք անվտանգության հարց չենք կարողանում լուծել։ Բա դրա մեղավորն ով էր։ Իսկ հիմա մի հատ ուրիշ բան պատկերացնենք, նույն Վլադիմիր Պուտինը
կանգնել էր հարցազրույց էր տվել Թաքեր Կարլսոնին, ընդամենը վերջերս, կարող է ինքն էլ ամոռացել դա, եւ ասում էր, որ մենք դիմեցինք ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, երբ որ Բիլ Քլինտոնը Ռուսաստանում էր, Կրեմլում էր, այ դիմեցինք, ասեցինք, ինքն էլ ասեց, լավ բան ես ասում, սպասի ճշտեմ, հետո ճշտեց, ասեց չի լինի։ Լա մի հատ պատկերացրեք, Բիլ Քլինտոնը ճշտում էր ու ասում էր կլինի։ Եվ Պուտինը, որ նոր էր դարձել նախագահ 2000 թվականին, հայտ աներկայացրեց դառնա ՆԱՏՕ-ի անդամ եւ դիմել է ՆԱՏՕ-ի հիմնադիր երկրին, Ամերիկային, հո գիտենք, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է Վաշինգտոնում, Ամերիկայի բարձր հովանու ներքո։ Դիմում է Ամերիկայի նախագահին, ասում ուզում եմ դառնամ ՆԱՏՕ-ի անդամ։ Բա որ դու դառնայիր ՆԱՏՕ-ի անդամ, Ուկրաինային շրջափակելու եք։ Ուկրաինան չեզոք է։ Ուկրաինայի բոլոր հարևանները ՆԱՏՕ-ի անդամ են։ Ռուսաստանն է դառնում է ՆԱՏՕ-ի անդամ։ Հետո դու Ուկրաինային մեղադրում ես մի բանի համար, որ դու ինքդ դիմել էիր, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնայիր։ Հա։ Ու գիտես ինչի չի ստացվել։ Այդ աշճանի էլ այս սուտի կագեբեշնիկ, ես չգիտեմ թե դու ինչով ես զբաղվել, այտենց է չեն ուզում պատմեն, որովհետև ընդհանրապես ուղիղ չկա։ Այս կագեբեի աշխատողները ինչ գոնե շատ լուրջ հոտառություն են ունենում։ 2000 թվականի հունիսի 3-ին եղել Քլինտոնը Մոսկվայում։ 2000 թվի Քլինտոնի բանկը դիմեն այ խիղճը մեռնի։ 2000 թվին Քլինտոնը արդեն իր պաշտոնավարման վերջի ամիսներն էր, տուն էր գնալու։ Քլինտոնը իր վերջի պաշտոնավարման ամիսների ընթացքում արդեն հասցրել էր խայտառակ լինի Մոնիկա Բելուչիի հետ կապված, չէ, ինչ էր, Մոնիկա Լևինսկի, խեղճ կնգանել շարարինք, այդ Լևինսկիի հետ կապված բանի, սկանդալի, սեքս սկանդալի պատճառով։ Խայտառակ էր եղել ամբողջ աշխարհով։ Իմպիչմենտի գործընթաց էին սկսում նրա դեմ։ Պուտինը խաբար, չի որ Քլինտոնը սկի չէր կարա իր տան հարցերը լուծեր, չէր կարա զանգեր կնգանասեր մի հատ կոֆե դիր գալիս եմ, կասեր գնա ստեղից գնա փչացածների հետ կոֆե խմի։ Դու Քլինտոնին 2000 թվի հունիսի 3-ին դիմում էր հարցը լուծել, նոյեմբերի 7-ին եղել է նախագահական ընտրություններ։ Ու այդ ժամանակ դեմոկրատները շանս չունեին հաղթելու։ Այն դեպքում, երբ որ շատ լավ տեխնացու ունեին, փոխնախագահ Ալբերտ Գորը շատ լավ տեխնացու էր։ Եվ Քլինտոնը եթե խայտառակ չլներ, նա հաղթելու շատ մեծ շանս ուներ։ Բայց Քլինտոնը այնպես խայտառակ արեց դեմոկրատներին, որ Ալբերտ Գորը պարտվեց Ջորջ Բուշ կրտսերին։ Ու նույն Քլինտոնը խոստովանեց, որ ասեց, եթե խայտառակ եղած չլնեի, ես Գորի համար, այնտեղ որտեղ ինձ հարգում են, լոբինգ կանեի, կառաջարկեի, որ իրան ձայն տային, բայց ռիսկ չարեցի, որտեղ հակառակ արդյունք կունենար։ Այսինքն ինքը որևէ ձևով նրան չօգնեց, իր անունը կապվեր, կարող ավելի վնասելներ, եւ Ալբերտ Գորը պարտվեց ընտրություններում։ Այդ ժամանակվա Քլինտոնին բան են դիմում։ Այդ ժամանակվա Քլինտոնը հույսը գծել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը լեյբորիստական կուսակցությունից կգա Վաշինգտոն եւ մի հատ գոնե կասի մեր մեջ հատուկ հարաբերություններ կա, այսինքն պաշտպաներ նույնիսկ իր հեղինակության կորուստի հաշվին, պաշտպաներ խայտառակ եղած Բիլ Քլինտոնին։ Այդ էր վիճակը Քլինտոնի։ Իսկ չմտածեք, որ Ալբերտ Գորը վատ հեղինակություն ուներ։ Ալբերտ Գորը Ամերիկայի Միացյալ Նահանգների միակ փոխնախագահն է, որը ստացել է խաղաղության Նոբելյան մրցանակ իր պաշտոնաթողությունից 7 տարի հետո։ Էն էլ ստացել է կլիմայի փոփոխության, դրա դեմ պայքարի հետ կապված փորձագիտական շրջանակների ուղղությամբ տարած աշխատանքի համար։ Որպես չինովնիկ չի ինքը դրան արժանացել։ Այսինքն ինքը այդ հեղինակությունը ուներ անգամ 7 տարի հետո եւ նման բախտի չի արժանացել որևէ փոխնախագահ։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ հիմա ցանկանում է ինքը ստանա Նոբելյան մրցանակ, Դոնալդ Տրամպը, բայց չի կարողանում։ Բայց նա ստացել է Ալբերտ Գորը։ Իսկ այդ ժամանակ Պուտինը դիմում էր, որ դառնար ՆԱՏՕ-ի անդամ։ Հիմա դու ում ես մեղադրում այդ հարցում։
Այս է հարցը ժողովուրդ ջան։ Այս կարգի բաներով ելույթ են ունենում, կրակոտ բաներ են ասում, մարդիկ էլ լսում են ու ասենք մտածում են, որ դե լավ, դե կարող է Պուտինը ճիշտ է ասում, էլի այս Ուկրաինան կարող է սխալ բան արել։ Մի հատ խնդրում եմ ծայրի ծայր նայեք, թե Ուկրաինայի արած սխալը որն էր։ Որ նոր մենք հասկանանք, նոր եթե մեղադրում ենք Ուկրաինային մեղադրենք, ՆԱՏՕ-ի հետ կապված նախ չես էլ կարող մեղադրել, որովհետև Ղրիմ դու մտել ես ՆԱՏՕ-ի անգամ հարցով չէր։ 4 տարի ոնց որ Հայաստանն էր բանակցում մտներ Եվրամիության ասոցիացված անդամ դառնար, այդպես Վրաստանն էր, այդպես Մոլդովան էր, այդպես Հայաստանն էր, այդպես Ուկրաինան էր։ Ուկրաինան հետ քաշվեց, Հայաստանը հետ քաշվեց։ Ուկրաինայում առաջացավ բողոքի ալիք, լցվեցին փողոց, իշխանությունը փոխվեց։ Չբացակ ինչ եղավ։ Որից հետո Եվրամիության անդամակցության հետ կապված Ռուսաստանը մտավ օկուպացրեց Ղրիմը։ Այնպես որ սա հարցեր են, որը որ մեզ թվում է թե մեր այդքան ինչ մեր ինչին է այդքան հետաքրքիր։ Այսօր առաջիկայում պայքարը գնալու է մեր ընտրություններում պայքարը գնում է ռուսամետ ուժերի ընդդիմության եւ իշխանության մեջ։ Եվ այս մարդկանց լսածը սա է, Պուտինին լսածը սա է, սա այս մարդը ելույթ է ունենում, արդարացնում է թե ինքն չի է Ուկրաինա մտե, որտեղ Ուկրաինան 90 թվին, երբ որ անկախ պետություն չէր, իր չեզոքությունը խախտել է։ Ինքը չի մտածում, որ այդ ընթացքում լատեսեք քանի պետություն դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Իր շրջապատի արևելյան Եվրոպայի բոլոր երկրները դարձան ՆԱՏՕ-ի անդամ։ Ու բացի այդ, որոնք որ Վարշավայի պակտի անդամ էին, նաև ասեցինք Ֆինլանդիա, Շվեդիա, նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային բերեցիր, մտցրեցիր հարավային Կովկաս։ Դու Ուկրաինայի հետ կապված քո պրինցիպը նա է, որ քո թաթարական ռուսական կենսագրությունը խառնես, որ ասում են Ռուսաստան, Կիևը, Ռուսաստանի քաղաքների մայրաքաղաքն է եւ այլ, Ռուսիան ու Ռուսաստանը խառնես իրար, ասես դա նույն պատմությունն է, եւ այդ պատմությանը տեր կանգնես, ուղակի գողանաս, բայց գողանաս թաթարական նվաճողական մեթոդներով, այսինքն թաթարական մեթոդով ուզում ես գնաս Կիևը վերցնես ու ասես այդ Ռուսիան, այդ Սլավոնը, այդ պատմությունը, այդ ամեն ինչը ես Ռուսաստանն է, ոնց թաթարական վարքագծով Ռուսաստանն է, հենց քո վարքագծով ցույց ես տալի, որ դու չես։ Դրա համար ժողովուրդ ջան, այս կարգի բաները այնպես չի, որ մեզ չի վերաբերվում։ Մեր ճակատագիրը այս մարդիկ են տնօրինում եւ կփորձեն ձեզ ցույց տան, որ տեսեք իրականությունը սա է։ Ամեն մեկը համենայն դեպս լսարանը, որը մերն է, բավական ինտելեկտուալ մարդիկ են, ամեն հասարակ բանի վրա չեն խաբվում։ Եվ ես էլ իմ պարտք եմ համարում պարբերաբար այս կարգի հարցերին անդրադառնալ, որտեղ ամեն օր դուք բացեք հրապարակային, տեսեք Ռուսաստանի գովքը ոնց է արվում, ոնց են արդարացնում Ռուսաստանի օկուպացիան, ինտելեկտուալ լուրջ մարդիկ։ Եվ արդյունքում տեսնում եք ինչ հաստացում, այդ խելքով էլ գնում ենք ընտրության։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։